Միրզյան Սիլվա Պետրոսի 1952 թվականից ծնված, Երևանում եմ ծնվել։ Ձեր խնդիրը ներկայացնում։ Իմ խնդիրը ազգային ժողովի համակարգի, միլիցիայի համակարգի վրա եմ խնդիրը։ Մարդ են ծեծում, անկարգ բաներ են անում, բողոքում ես գալիս են, չեմ հասկանում, դա հաշտության օֆիսա թե միլիցիայությունն է։ Գործ արեք, մարդը կանչիլ է, փաստերը ցույց է տալի, հեքիաթ են պատմում գնում են։ Այսօր օրինակ հիմա իմ վարչապետս ասում է, սիրեք ձեր Երևանը, ձեր Հայաստանը սիրեք։ Ես շատ օրինապաշտ կին եմ, որովհետև օրենքով ապրելը շատ հեշտ է։ Մաքրասել, տենց եմ դա սիրակվել ես։ Մաքրել եմ, ամեն ինչ արել եմ, առավոտը վեկանում եմ, տենում եմ հարևանը, սաղ տերևները, հավաքի պերիտարանս ծնունդը։ Հիմա ինչի եք եկել ազգային ժողովի։ Հիմա միլիցիա եմ կանչել, միլիցիան եկել է ինձ հանգստացնում, ասում է, ինչ անում է դու դիմացի ես։ Ոչինչ չեն անում։ Այս այդ ընտանիքի վրա պատ են քանդում, ծառ են կդրում, ամեն ինչ անում են, դուռ են ջարդում, միլիցիայություն կանչում են, վարչապետը ասում է, բան արեք, օգնեք մեզ, բա ինչի՞ չեք ուշադրություն դարձնում։ Վարչապետս ասում է օրինապաշտ պետք է լինեք, խնդրով դիմել եք ձեր վարչապետին։ Ես եկա որ նամակը գրել եք։ նամակը առայժմ դատարանում է նամակները, այդ ընտանիքի հետ կապված դատարանում է, որ ապօրինի գործեր են արել, որ ապօրինի կառույցումներ են արել, հիմա լսել են, որ մենք տվել ենք դատարան, զիբիլն են բերում լցնում, հրահրում են, որ կռի բնի։ Ես էլ համբերատար կին եմ, ես շատ բան եմ, դիմացկուն եմ, ես սիրում եմ օրենքը, ամեն քայլը սիրում եմ օրենքով անել, օրենք կա, հեշտ ապրել։ Ես եկա ասում եմ հիմա քաղաքացիական բան, ասում եմ ում եք ուզում, ասում եմ ուզում եմ այն մարդուն, ով որ դրսում է, ես Հայաստանի, Երևանի բնակիչ եմ, 73 տարեկան կին, ուզում եմ ասեմ, կարելի է ես իրավունք ունեմ իմ կյանքը հանգիստ ապրեմ։ Կարելի է։ Ասում եք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել եք, թե չէ։ Նամակ շուտ եմ գրել, ոչ մի պատասխան չեմ ստացել։ Չգիտեմ, կառավարությունի հրապարակի վրա գրել եմ, պատասխան չեմ ստացել, հեռախոսով գցել են։ Փորձել հանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի բան ասեմ, աղջիկներ ջան, մի բան ասեմ, առաջներում գրել եմ, պատասխանները ստացել եմ օրենքով։ Հիմա գրում եմ, զանգում եմ, ոչինչ չի աշխատում։ Փոխվել ձեր կարծիքով, որ առաջ ստանում եք պատասխանները, հիմա։ Իմ կարծիքով հիմա բոլորը սովորել են գեղեցիկ լավ խոսել, բայց գեղեցիկ գործը չեն անում։ Իսկ առաջներում քիչ էին խոսում, բայց գործ էին անում։ Ես ինքս զգացել եմ։ Հիմա այստեղ ում հետ պետք է հանդիպել։ Հիմա իրանք ասեցին նստեք այնտեղ, մենք կուղարկենք ում հետ պետք է խոսեք։ Հասկացա։ Բայց առաջներում եղել է, որ ես բողոքել եմ, բա տեղը որտեղից գիտեմ, կատարվել է գրավոր, պեչատով, իսկ հիմա ոչ։ Ծածկադմփոց են անում, գործը մինչև քննչական էլ չի հասնում։ Մարդ են սպանում, ահա զանգում ես, ասում են գործ տվող է։ Հասկացա։ Կարելի է Ազիզ ջան։